Հրեշտակը ինձ ցույց տվեց նաև սառնորակ կենդանի ջրի մաքուր մի կետ, որ բխում էր Աստծո և գառան գահից։ Այս նկարագրությունից ոմանք ենթադրում են, թե երկնքում ջուր կա, բայց ոչ խմելու համար, որովհետև Աստծո արքայությունը կերակուր և ըմպելիք չէ, և ոչ էլ փառավորված մարմինը կարիք ունի ուտելու և ըմպելու, այլ սոսկ սրբերի ուրախության և գոհության համար է։ Բայց թվում է, թե երկնքում պետք է լինեն զգալի ջուր և կենաց ծառեր, որի մասին կխոսի հաջորդ համարում։ Դա ևս արդարների ուրախության համար, ինչը նախապես Ադամը ուներ դրախտում։ Երկրորդ. Եթե կամենան ուտել և ըմպել, դա կլինի ոչ թե անձի պահպանության, այլ ամեն տեսակ ուրախություն վայելելու համար, ինչպես Ռաֆայել հրեշտակի դեպքում։ Քրիստոս իր հարությունից հետո փառավորված մարմնով կերավ ու խմեց, և կերակուրը սպառվեց, ինչպես արեգակի ազդեցությունից ջուրը։ Սա ասում ենք ենթադրաբար և ոչ թե հաստատելով։ Թվում է, թե Դավիթ մարգարեն այս նկատառումով է ասում. նրանք պիտի հագենան քո տան լիությունից և նրանց պիտի խմեցնես քո փափկության գետերից։ Խորհրդաբանորեն որոշ մեկնիչներ ասում են, թե գետն այս Սուրբ Հոգին է, որ բխում է Աստծո և գառի գահից, այսինքն հորից և որդուց, ըստ այն խոսքի, թե եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ և խմի։ Սակայն գիրքը նաև ասում է. ով ինձ հավատում է, նրա որովայնից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Բայց եթե նկարագրվող գետը այսպիսին է, ապա մեկ այլ երկրորդ հողի վրա, քանզի այլ է աթոռը աստվածության և այլ աթոռը մարդեղության։ Մյուսներն Աստծո և գառի երանական տեսությունը ընդունում են որպես սառնորակ կետ, ըստ այն խոսքի, թե կհագենամ տեսնելով քո փառքը։ Ինչպես արեգակի ճառագայթն է բխում գետի պես, այդպես էլ փառքի լույսն է վճիտ ու սառնորակ գետի պես, բխում աստվածության և մարդեղության փառահեղ տեսքից։ Երկու տեսակետների հիմքն էլ մարգարեի քեզնից է Տեր, կենդանության աղբյուրը և քո երեսի լույսով ենք տեսնում լույսը։ Այս խոսքն է։ Եվ սա խորհրդանշում է պարգևների առատությունը, որ հեղվում է երանելիների վրա Աստծուց և Քրիստոսից, որով էլ ցնծալով ուրախանում են, ըստ այն խոսքի, թե գետերի հորձանքները զվարճացնում են Աստծու քաղաքը։ Եսայի մարգարեն ասում է. «Եվ դեպի նրանց պիտի դարձնեմ խաղաղությունը գետի պես, և հեթանոսների փառքը ինչպես հորդահոս գետեր»։ Եզեկիելի տեսած գետը զինվորյալ եկեղեցին է։ Իսկ սա հաղթական եկեղեցին։ Այս մասին ասվում է. «Ես գետի պես հեղեցի իմաստությունը»։ Վերին դրախտի խորհրդական գետը Աստծո տեսությունն է, որ արեգակի պես լուսավորում և գետի պես զովացնում է։ Եսթերի գրքում ասվում է. նա տեսել էր փոքրիկ աղբյուր, որ մեծ գետ էր դարձել, տեսել էր լույս, արև և շատ ջուր։ Այսպիսով Աստծուն հարսնացածները գետ, արեգակ և լույս են դառնում, ինչպես Եսթերը։ Գետը խորհրդանշում է հավիտենական կյանքը։ Նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար։ Իսկ կյանքից կբխի երանելի լույսը, ըստ այն խոսքի, թե կյանքը նրանով էր և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Հին հեթանոսները կարծում էին, թե մարդկանց հոգիները գնում են խառնվելու հարդագողի աստղաբույլին, որը նման է գետի։ Վայ մեզ, երկրավոր ցանկություններով լցվածներիս, որ մոռացած այն սառնորակ կենդանի գետի ջուրը խմում ենք այս անցավոր կյանքի աղտալից սիրո ապականված և պղտոր գետից, որին շատ է հարմարում Երեմիա մարգարեի հետևյալ խոսքը. «Ինչ ընդհանուր բան կա քո և եգիպտացիների ճանապարհի մեջ, ուզում ես Գեհոնի պղտոր ջուրը խմել»։ Այս աթոռից է, որ ելնում է կրակի գետը, հորդելով ահեղ դատավորի բարկությունից մեղավորներին ձորերի անդունդներում խեղդելու համար, ըստ Դանիելի տեսիլքի։ Սակայն փառքի արքայի հեզությունից ու քաղցրությունից բխող երկնային ջուրը քաղցր է և կենդանի, իբրև բալասան, զովացնելու և զմայլեցնելու մեծ տանջանքներից եկողների տոչորված սրտերը, նրանց, ովքեր արդարության ծարավը ունեն։ Երանի նրանց։